Բարի երեկո Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնից, այստեղ ընթանում է InnoWeekend 2014 նորարարության տեխնոլոգիական տարածաշրջանային մեծածավալ միջոցառումը, որը մի հարկի տակ է համախմբել հեկտոնյան Գյումրի 2014 մրցույթը, Հայաստան-Թուրքիա Startup Weekend-ը եւ Armenia FTW ձեռնարկատիրական դասընթացը։ Այս պահին զրուցելու ենք ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբայրյանի հետ։ Բարև ձեզ։ Ինչպիսին է ձեր տրամադրությունը։ Պարոն Ենգիբայրյան, կներկայացնեք ամփոփ ինչպիսին է իրավիճակը հայաստանյան ՏՀՏ ոլորտում, ինչպիսի զարգացման մակարդակում է։ Ինքներդ եք տեսնում ինչպիսի մակարդակի վրա է, այսինքն Հայաստանը բավական լուրջ զարգացում է ապրում վերջի տարիների ընթացքում, եւ զարգացումը ոչ միայն 20% տնտեսական աճն է, 15000 աշխատատեղերը եւ ամենաբարձր վարձատրվող ոլորտներն է, այս շարժումը երիտասարդական նորաստեղծ կազմակերպությունների, որ երկրում արդեն կա, շատ ուրախալի է, որ այսօր մասնարարպես շատ կազմակերպություններ եւ նաեւ անհատներ կարողանում են համոզվել, որ ոչ միայն հաշվետվություններում, այլ իրականում Հայաստանում կան թիմեր, որոնք հետաքրքրում են համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների, եւ վերջի ամենամեծ իրադարձությունը դա Oracle-ի կողմից Հայաստանում կազմակերպության գնումներ, եւ այսօր տեսակ 16 կազմակերպություններ ներկայացնում են իրենց լուծումները համաշխարհային ճանաչում ունեցող հիմնադրամների։ Շատ ուրախալի է տեսնել, որ ունենք 70-ից ավելի թիմեր։ Եթե նայենք մեր տարածաշրջանում, բոլորը ասում են, որ նմանատիպ մրցույթների իրենք չեն կարողանում հավաքել 20-30 թիմ, այսօր 4-րդ հարկում 70 թիմ 24 ժամ մշակելու են իրենց ծրագրերը։ Ուրախալի է նաև տեսնել, որ Սևսովյան համագործակցության տնտեսական կազմակերպությունը իր 12 երկրների մասնակցությամբ այստեղ է անցկացնում իրեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական միջոցառումներից մեկը, որտեղ քննարկում են թե Հայաստանը ինչպիսի դերակատարություն կարող է ունենալ ռեգիոնում, տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։ Եվ կցանկանայի ավելացնել, որ այս ամենը Երևանում չի կայանում, այս ամենը կայանում է Գյումրիում տեխնոլոգիական կենտրոնում, որը 6 ամիս առաջ բոլորը գտնում էին, որ սա չի կարող իրականություն դառնալ, բայց սա մի հրաշք է, որը արդեն գոյություն ունի։ Իսկ ինչ մարտահրավերների առջև այսօր կանգնած ՏՀՏ ոլորտը, ինչ խնդիրներ, բացթողումներ կան։ Ամենամեծ մարտահրավերը դա կադրերի առկայությունն է, եթե նման տեմպերով մենք ցանկանում ենք առաջ շարժվել, մեզ պետք է տարեկան 2000 մասնագետ, եւ եթե մենք ցանկանում ենք ունենալ ոչ թե էժան աշխատուժ, այլ ստեղծագործ աշխատուժ, որը տալիս է համաշխարհային լուծումներ, ապա մենք պետք է ունենանք նաեւ ձեռներեցներ եւ ստեղծագործ աշխատուժ, որի համար ես կարծում եմ մենք չենք կարող բավարարվել միայն բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներով, պետք է լուրջ ուշադրություն դարձնել դպրոցից բուհից դեպի վերապատրաստում մասնագետների շարժին եւ ինչպիսի միջավայր կարող ենք ստեղծել, որ հայ մասնագետները շարունակեն նմանատիպ լուծումներ տալ աշխարհի համար։ Միջոցառման շրջանակներում InnoWeekend-ի Հայաստանի մասնակիցները նաև համագործակցում են Թուրքիայից եկած մասնակիցների հետ։ Ինչպիսին եք տեսնում համագործակցությունը երկու երկրների եւ ինչ է կարծում, ինչպիսի հնարավորություն է սա երկու երկրների հասարակությունների հարաբերությունների կարգավորման համար։ Ես կարծում եմ, որ լուրջ հնարավորություն կա երկու երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության։ Եթե նայենք բսեկի շրջանակներում, մենք մի նախաձեռնություն ունենք, որը միտված է ամբողջ տարածաշրջանում, այդ թվում նաև Թուրքիայում ինկուբատորների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների համագործակցության համար, եւ ամենակարևորը նա է, որ Թուրքիան նաև պաշտպանում է Հայաստանի նախաձեռնությունը եւ կարծում ենք նաև չնայած, ասենք Ադրբեջանի կողմից որոշակի հարցերի խնդիրների բարձրացման ամբողջ տարածաշրջանը պաշտպանում է Հայաստանի որպես տեխնոլոգիական հանգույցի դերակատարությունը։ Շնորհակալություն ձեզ։ Ծանոթացել եք թիմերի աշխատանքներին, կան աշխատանքներ, որ կուզենայիք առանձնացնել, որոնք ոգևորել են ձեզ այսօր։ Առավոտյան ոգևորել են շատ աշխատանքներ, շատ հրաշալի էր տեսնել թիմեր, որտեղ միայն աղջիկներ են աշխատում։ Ես զարմացա, բայց պարզվում է դա բացառիկ փաստ է ոչ միայն Թուրքիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, այլ նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Իսկ ես կարծում եմ հիմա չի ուզի նշել որոշակի թիմ, վաղը մենք կնստենք ելույթները, իրականում գաղափարը բավարար չի։ Ինչ կկարողանան նրանք անել 24 ժամվա ընթացքում, դա ինձ թվում է ամենակարևորն է։
Շնորհակալություն հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ։ Շնորհակալություն, հաջողություն։ Մենք Ամեկ+-ի ուղիղ եթերում ենք, հեռարձակում ենք InnoWeekend 2014 միջոցառումը։ Շուտով կրկին կլինենք եթերում զրուցելու Startup Weekend-ի մասնակիցների հետ։ Առայժմ